Չես կարող այն երջանկությունը կամ այն խաղաղությունը ստանալ, ինչ որ կարա ստանաս Քրիստոսի։ Ճանապարհները կան եկեղեցում քո տեղը գտնելու համար։ Եկեղեցում քրիստոնյա լինել չի նշանակում ուրախ չլինել, հա, երիտասարդական քո կյանքով չապրել, հա։ Քրիստոսի հետ միասին քայլել, շատ պարզ եւ շատ բարդ հասկացողություն։ Շատ պարզ, երբ որ դու կարողանում ես Քրիստոսին գտնել, շատ բարդ, երբ որ դու փորձում ես ուղղակի, հա, այդ ամեն ինչը պարտադրել քեզ։ Գործում են տարբեր կառույցներ։ Մենք ունենք կիրակնորիա, երիտասարդական, հա։ Մենք պետք է կարողանանք այդ կապը ստեղծել իրար մեջ։ Երիտասարդությունը այդ իմպուլսիվ լինելու մեջ, հա, այդ աշխուժ լինելու մեջ։ Ու մենք պետք է կարողանանք այդ աշխուժությունը ուղղակի ճիշտ հունի մեջ տալ։ Հայ եկեղեցին որսացող չի, հայ եկեղեցին մայրն է այդ բոլոր զավակների։ Օրհնեցեք Տեր Հայր։ Աստված։ Տեր Հայր, այսօր խոսելու ենք երիտասարդների, նրանց հոգևոր փնտրտուքների մասին։ Վերջո ինչ են փնտրում երիտասարդները այսօր։ Շատ տարբեր բաներ, շատ տարբեր բաներ, բայց ինձ թվում է իրանց փնտրտուքի վերջը գալիս է առ Աստված, որովհետև իրենք փորձում են իրենց առօրյան, իրենց կենցաղը ինչ որ տարբեր բաներով լցնել եւ ինձ թվում է չես կարող այն երջանկությունը կամ այն խաղաղությունը ստանալ, ինչ որ կարա ստանաս Քրիստոսի հետ։ Եվ վերջո իրենց քայլերը բերում է դեպի եկեղեցի։ Ես պատմեմ մի այդպիսի պատմություն, հա, մի երիտասարդի հետ, այդ երիտասարդը ճանաչված բռնցքամարտիկ եւ այլ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ։ Մի օր, ինչպես միշտ եկեղեցուց ուշ եմ գնում, ու արդեն ուզում էի դուրս գայի, որ գնայի, հա, տուն, այդ երիտասարդը մտավ, տեսա, որ եկեղեցու բակում պտտվում է, ու դուռը բացեց, մտավ ներս։ Եվ մենք սկսեցինք զրուցել իր հետ։ Այս երիտասարդը իր կյանքում, հա, տարբեր իր կենցաղը փորձել է տարբեր, հա, փնտրտուքների միջոցով տարբեր բաներով լցնել, հա, որպեսզի կարողանա այդ հոգևոր վերջը այդ ամեն ինչ հոգևոր քաղցի արդյունք է, հա։ Երբ որ դու փորձում ես այդ հոգևոր քաղցը ուրիշ, հա, տարբեր կենցաղային հարցերով փորձում ես լցնել, բայց ինքը հոգևոր քաղց է։ Երբ որ դու զգում ես վերջը մարդ կազմված է մարմնից եւ հոգուց, երբ որ մարմինը տալիս ես միևնույն է այդ հոգին մնում է եւ երբ որ հոգուն այդ ներդաշնակությունը կորում է, դու այդ փնտրտուքի մեջ ես, միշտ այդ հոգևոր, հա, կարիքը լրացնելու եւ փորձում ես այդ ձայնը, հա, այդ հոգու ձայնը ինչ որ մի բանով խլացնել, բայց բնականաբար երբեմն ոմանց մոտ ստացվում է, ոմանց մոտ չի ստացվում։ Այս տղան էլ նույնպես այդ փորձել էր խլացնել, բայց իր մոտ չէր ստացվել։ Այդ հոգևոր փնտրտուքի ժամանակ ինքը իր ոտքերը բերեցին եկեղեցի եւ մենք բավականին երկար իրար հետ զրուցեցինք, հա, բացատրելով, որ Քրիստոսի ներկայությունը եկեղեցուց ներս, հա, չի նշանակում, երբ որ դու գալիս ես եկեղեցի, մասնակցում ես աղոթքի, դու դառնում ես վանական, չէ, դու ապրում ես քո էլի կյանքով, քո ուրախությամբ, չէ, եւ ես բերեցի Քրիստոսի օրինակը, որ Քրիստոսը ասում է Հովանես Մկրտիչը եկավ, չէր ուտում, չէր խմում, չէ, ասեցիք մեջը դև կա։ Մարդու որդին եկավ եւ ուտում էր եւ խմում էր, հա, ասեցիք մեղավոր մարդ։ Այսինքն ճանապարհները կան եկեղեցում քո տեղը գտնելու համար։ Եկեղեցում քրիստոնյա լինել չի նշանակում ուրախ չլինել, հա, երիտասարդական քո կյանքով չապրել, հա, բայց ապրել Քրիստոսի ներկայության մեջ այդ ուրախությունը, հա։ Ոչ թե ինչպես, հա, օրինակ ասում է ժողովողը, այս ժողովողի առաջի բառեր են, հրաշք բառեր են։ Ասում է ունայնություն ունայնությանց, ասաց ժողովողը, ունայնություն ունայնության եւ ամեն ինչ ունայն է, ամեն ինչ ունայն է, եթե դու Աստծո ներկայությունը չունես քո կյանքում, հա, քո մոտ ամեն ինչ ունայն է, որովհետեւ դու ոչ մի բանից այդ ուրախությունը չես կարող ստանալ, եւ քեզ թվում է ամեն ինչ ունայն է, բայց երբ որ կա Քրիստոսի ներկայությունը, այդ ունայնությունը վերանում է, դառնում է ամեն ինչ որոշյալ, հա, եւ փառք Տիրոջ, այս երիտասարդը գտավ ինչ որ իր համար այլևս այդ ունայնությունը կարող է վերացնել Քրիստոս, Աստծո ներկայությունը։ Կնքված չէր, մկրտվեց փառք Տիրոջը եւ քրիստոնեական կյանքով սկսեց ապրել եւ
Ես հիմա իրան չեմ կարող պատկերացնել առանց եկեղեցու ինքը ինչպես կարող է ապրել, ու նույնպես ինքը չի կարողանում պատկերացնել իրան, որ ինքը կարող է կիրակի օրերը պատարագի չգա։ Մի երիտասարդ, որը երբեք չէր գնում պատարագի, բայց հիմա ինքը իրան չի կարողանում պատկերացնել առանց պատարագի, առանց Քրիստոսի ներկայության։ Նույնը նաև մի ուրիշ այդպիսի պատմություն երիտասարդի հետ կապված, նաև իմ ծառայության բերումով ես լինում եմ շատ այլ վայրերում, հա, այդ վայրերից մեկում ես մի երիտասարդի հետ ծանոթացա, այդ երիտասարդին ասեցի, երբ որ դու գտնվում ես այստեղ, հա, քեզ համար անորոշ չի ամեն ինչ, ասեց ոչ Տեր այր, ասեց ես գտել եմ Քրիստոսին, իմ ունայնությունը, իմ անորոշությունը վերջացել է, ես հիմա ապրում եմ Քրիստոսով, Քրիստոսի ներկայությամբ։ Ու այդ երիտասարդը այսօր ամեն կիրակի նույնպես ես ինքը չի կարող, ոչ ես, ոչ ինքը չի կարողանում իրեն պատկերացնել ոչ միայն առանց պատարագի, առանց շապիկի խորանում։ Դեր ինչ է նշանակում Քրիստոսի ներկայությամբ ապրել։ Քրիստոսի ներկայությամբ ապրել Քրիստոսին զգալ։ Զգալ Քրիստոսի սերը, Քրիստոսի խոսքերին փորձել, Քրիստոսի խոսքերը փորձել կյանքի կոչել, հա։ Քրիստոսի հետ միասին քայլել, շատ պարզ եւ շատ բարդ հասկացողություն, շատ պարզ, երբ որ դու կարողանում ես Քրիստոսին գտնել, շատ բարդ, երբ որ դու փորձում ես ուղղակի, հա, այդ ամեն ինչը պարտադրել քեզ։ Բայց երբեմն այդ պարտադրանքը նաեւ իր պտուղները տալիս են եւ քեզ համար դառնում է շատ դյուրին։ Դեր շատ երիտասարդներ վախենում են իրենց ազատ կամքը կորցնել, մտածելով որ հոգեվոր կյանքով ապրելը նշանակում է ազատ կամքը կորցնել։ Քիչ առաջ ես ասացի Անի ջան, հոգևոր կյանքով ապրել չի նշանակում ազատ կամքը կորցնել։ Քրիստոս մեզ ազատ է ստեղծել, մենք ինչպես կարող ենք ազատ, հա, կամքը կորցնել, բայց ազատությունը մեր ցավոք սրտի այսօրվա պատկերացրած ազատությունը չի, հա։ Երբ որ այդ ազատությունը սանձարձակություն է եւ ոչ թե ազատություն։ Ազատություն չի նշանակում մեղքի մեջ լինելը, այլ ազատություն ունենալով ապրես Քրիստոսի մեջ, մարդկանց չվնասես, սանձարձակ կյանքով չապրես, բարիք սերմանես, հա, երբ որ այս ամենը անես, դու ազատ կյանքով ես ապրում, բայց երբ որ դու սկսում ես այդ սանձարձակ մեղքով լեցուն կյանքով ապրել, դու կորցնում ես քո ազատությունը, դու դառնում ես գերի, դա ազատություն չի, դա գերություն է ուղղակի, հա։ Չի նշանակում ազատ լինել ալկոհոլ չափից ավել օգտագործել, չի նշանակում ազատ լինել հաշիշամոլ դառնալ, չի նշանակում ազատ լինել խաղամոլ դառնալ։ Սրանք ազատություն չեն, սրանք գերություն են, հա։ Սրանք կախվածություն են, գերություն են։ Ազատ լինել նշանակում է Քրիստոսի մեջ այդ ազատության մեջ ապրել եւ որևէ մեկը եկեղեցուցիներից որևէ մի երիտասարդի այդ ազատությունը չի սահմանափակում։ Քիչ առաջ ասեցի, երբ որ դու գալիս ես եկեղեցի աղոթքի կամ պատարագի, չի նշանակում վանական դարձար կամ 24 ժամ աղոթող, չէ։ Ուղղակի քանի որ մենք մարմնից եւ հոգուց ենք, մենք մեր մարմնի կարիքները տալիս ենք։ Մենք պետք է կարողանանք նաեւ գոնե շաբաթը 1 օր 2 ժամով մեր հոգու կարիքները տալ։ Իսկ հոգու կարիքը հենց այդ պատարագն է, հոգեվոր կապն է, հոգեվոր հաղորդակցությունն է, հաղորդություն Տիրոջ մարմինն ու արյունը ճաշակելն է։ Այս սա է այդ ազատությունը։ Երբ որ դու մարմնիդ հոգը տալով նաև հոգ ես տանում հոգու։ Չէ, Քրիստոս ասեց, կայսրինը կայսրին, Աստծունը Աստծուն։ Երբ որ դու կայսրինը տալիս ես, իսկ Աստծունը չես տալիս, այդ խնդիր է առաջանում։ Դի կարողանանք այդ ներդաշնակությունը պահպանել, իսկ այդ ներդաշնակությունը պահպանել չի նշանակում որևէ մեկի վրա բռնանալ եւ ազատ կամքից զրկել։ Դեր այսօր սոցիալական մեդիան ինչպես է ազդում երիտասարդների վրա։ Երկսայրի սուր որպես։ Նայած դու ինչ ես փնտրում, հա, այդ հոգեվոր փնտրտուքիդ մեջ ճակերտավոր։ Այդ մեդիա դա սոցցանցերում, հա։ Եթե դու փնտրում ես հոգեվորը, կգտնես հոգեվորը։ Եթե դու փնտրում ես սանձարձակությունը, կգտնես սանձարձակությունը։ Դրա համար մենք այդ փնտրտուքի մեջ էլ պիտի ուշադիր լինենք։ Ինձ թվում է մենք ճիշտ է, այդ սոցցանցերից ես շատ հեռու եմ, ես այդ սոցցանցերում չկամ, ես այդ սոցցանցերով չեմ ապրում կամ այդտեղ ինչ որ մի հոգևոր
առաքելություն չունեմ այդ սոցցանցերից ներս, բայց շատ կուզենամ, որ այն հոգևորականները, ովքեր որ այդ սոցցանցի մեջ այդ հոգևոր առաքելություն ունեն, մի քիչ ավելի զորացնեն, մի քիչ ավելի տարածական լինի, որովհետև որ երիտասարդներին այդ սոցցանցով ոչ թե որ որսան, ոչ, այլ որ ճիշտը սերմանեն ու իրանք կարողանան իրապես այդ ճիշտը ստանալ այդ սոցցանցերից, եւ ոչ թե իրենց դեմքը փակել եւ այնինչ ցանկություններ, որ իրենք ունեն եւ իրենց դեմքով չեն կարող, կյանքի կոչել, անդեմ վիճակով կյանքի են կոչում։ Դեռ կան երիտասարդներ, որոնք հոգևորություն են փնտրում այլ կրոնների մեջ, ինչ որ այլ կեղծուսմունքների մեջ, ինչպես պաշտպանել երիտասարդին։ Իսկ հիմա երիտասարդին պաշտպանելուց զատ մենք պիտի կարողանանք մեր արժեքները սերմանել, երբ որ մենք մեր արժեքները սերմանենք, պաշտպանելու խնդիր չի լինի, որովհետև այդ արժեքներով կմեծանան, թե դպրոցում քրիստոնեական դաստիարակությունը, թե պատանեկության, երիտասարդության ավելի մեծ տարիքում, եթե մենք կարողանանք ճիշտ քրիստոնեական արժեքները պահպանել ու սերմանել, մենք այդ խնդիրը չենք ունենա պաշտպանել։ Երիտասարդը ոչ միտեղ կամ տարեցը կամ փոքրիկը ոչ միտեղ չի գնա, որտեղ այն սնունդը, որ ինքը ստանա, այդ սնունդը իրեն ոչ թե բավարար է լինելու, այլ սնունդով ինքը քայլելու է։ Այդ սնունդը իրեն, այդ հոգևոր սնունդը իրեն համար ուժ է լինելու եւ ինքը, երբ որ այդ լեցուն եղավ հոգևոր սնունդով, ինքը ոչ աչք նայելու, ոչ ձախ նայելու, ուրիշ տեղ չի գնալ, որտեղ ինքը ասես ճակերտավոր կշտացած է։ Ինքը կուշտ է արդեն, ինքը լցվել է հոգևոր սննդով, ինքը աչք ու ձախ նայելու պետք չունի։ Իսկ երբ որ դու իրեն թողես անօթևան, սոված, ինքը բնականաբար իր քաղցը պիտի հագեցնի եւ աչ ու ձախ պիտի նայի այդ քաղցը հոգեվոր քաղցը հագեցնելու համար մենք պիտի կարողանանք նայեք եկեղեցուց ներս գործում են տարբեր կառույցներ մենք ունենք կիրակնորիա երիտասարդական մենք պիտի կարողանանք այդ կապը ստեղծել իրար մեջ այդ շղթան օղակը միշտ պահել որ երիտասարդ կիրակնորիայից երիտասարդականից այդ ընտանեկան միություններ ստեղծվել իրենք կարողանան միշտ այդ եկեղեցու այդ սնունդը իրենք կարողանան իրենց քաղցը հագեցնել եւ եթե հագեցրեցին մենք այլևս պաշտպանելու կամ չպաշտպանելու պետք չունենք մենք իստում մեր արժեքները պահելու պետք ունենք պաշտպանելու փոխարեն ստացվում է որ հետագայում նաեւ ճիշտ որոշումներ կկայացնի լավ ընտանիքի անդամ կդառնա որպես մարդ բնականաբար չի Քրիստոսի հետ քայլողը կամ Քրիստոսով քաղցը հագեցնողը չի կարող այլ արժեքների կրող լինել։ Ուղղակի չի կարող։ Ինքը չի կարող անտարբեր լինի, ինքը չի կարող հարվածող լինի, ինքը չի կարող հայող լինի։ Դու չես կարող եւ հայո ես եւ որդն ես, չէ՞, նույն աղբյուրը չի տալիս համ քաղցր, համ դառը ջուր, չէ՞։ Որ լեզվով մենք աղոթում ենք այդ նույն լեզվով մենք չենք կարող հայերեն։ Դες որ երբ որ դու Քրիստոսով սնվեցիր, Քրիստոսով քո քաղցը հագեցրեցիր, դու այդ արժեքները կարող ես լինելու։ Ինչ արժեք որ կրեցիր, այն էլ լինելու է քեզ համար առաջնային։ Դեռ քանի որ երիտասարդները ավելի իմպուլսիվ են, դժվար ժամանակներում, դժվար իրավիճակներում ինչպես իրենց կարող է օգնել եկեղեցին, հոգևոր կյանքը, որ Естественно, իմպուլսիվ լինելը վատ բան չի։ Իմպուլսիվ լինելը շատ լավ բան։ Մենք երիտասարդությունը այդ իմպուլսիվ լինելու մեջ, այդ աշխուժ լինելու մեջ, ու մենք պետք է կարողանանք այդ աշխուժությունը ուղղակի ճիշտ հունի մեջ տանել։ Պետք է բան։ Երիտասարդը չի կարող ուղղակի sense իմ նման sense խելոք նստել ու ձեր հարցերին պատասխանել։ Ինքը պետք է աշխուժ լինի, հա։ Ինքը պետք է իմպուլսիվ լինի, ինքը պետք է պատրաստ լինի, հա, տարբեր արարքներ, հա, դրական արարքներ գործելու։ Այսինքն չի կարող ինքը ուղղակի նստած թմրած վիճակում լինել։ Ուղղակի մենք պետք է կարողանանք այդ աշխուժությունը, իմպուլսիվությունը ճիշտ հունի մեջ դնել։ Եվ բնականաբար, երբ որ աշխուժ իմպուլսիվ է, իրանից նաև օգուտներն են շատ։ Ուղղակի ճիշտ պետք է իր հետ աշխատանք տան։ Այսինքն կարող է համատեղել իր հետաքրքրությունները անպայմանորեն տեղ թողնելով հոգևորին։ Ոչ միայն համատեղել, այլ հետաքրքրության հետ։
այլ հոգևորի հետ համատեղել, այլ հետաքրքրությունները։ Վստահաբար այդպես կարող է լինել։ Ու մեր երիտասարդները փառք ասում, մեր երիտասարդների մեջ նայում եմ, շատ հոգևոր երիտասարդներ ունեն։ Ու փառք Տիրոջը եկեղեցիներում լեցուն են երիտասարդները։ Իրանք պատրաստական են, հա, Քրիստոսի հետևից քայլելու։ Ուղղակի իրենց առաջնորդա պետք է։ Ինք ունի շատ հարցեր։ Իրան առաջնորդա պետք, իրան արժեք սերմանողա պետք, որ ինքը այդ արժեք սերմանված արժեքներով քայլի։ Պարզ, շատ պարզ է այդ ամեն ինչ։ Ու նորից եմ ասում, փառք Տիրոջ, այսօր մեր եկեղեցիները լեցուն են երիտասարդներով։ Ուղղակի մենք պետք է կարողանանք ճիշտ իրենց համախմբել, հա, ոչ թե որսալ, ոչ թե մյուս հայ եկեղեցին որսացող չի։ Հայ եկեղեցին քարոզող է, հայ եկեղեցին որսացող չի, հայ եկեղեցին մայրն է այդ բոլոր զավակների։ Ու բնականաբար որպես մայր այդ հոգևոր սնունդը, հոգևոր քաղցը պետք է կարողանա հագեցնել։ Շնորհակալ եմ Տեր Հեր։ Խնդրեմ։